Առաջին ձայներից է, որ լսողության ստուգման եկած բուժառուն լսում է։ Սկզբում նախ հենց այսպես, մինչև բժիշկը կտարբերակի ականջի որ հատվածն է վնասված։ Այն հիվանդները, որ ունեին լսողության իջեցումներ, կովիդից հետո դա ավելի շատացել է, ավելի խորացել է։ Եվ բոլոր հիվանդներն են դա գրեթե նշում։ Դրա համար վիրուսային հիվանդությունների ժամանակ պետք է շատ զգուշ լինել։ Բժիշկը նաև հիշատակում է առողջապահական միջազգային տվյալները։ Եթե նախկինում յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 10%-ն ուներ լսողության վատացման խնդիր, ապա հիմա թիվն ավելացել է, մոտ 12% է։ Իսկ քովիդից ու մյուս սուր շնչառական վարակներից բացի, մասնագետի համոզմամբ թվի աճը նաև մեր անառողջ կենցաղի պատճառն ունի։ Օրինակ, հարսանեկան արարողությունների ժամանակ հնչող երաժշտությունը միջինը 95-ից 100 դեցիբել հզորություն ունի, ինչն անգամ կարող է պատռել լսողական թաղանթը։ Չենք մոռանում նաև, այսպես ասած, մեր սիրելի ականջակալը։ Մեր լսողական օրգանը շատ նուրբ է։ Եթե ձայնի բարձրությունը անցնում է իր նորմայի սահմանները, արդեն առաջացնում են դիսկոմֆորտային վիճակներ եւ ախտահարվում է ներքին ականջը։ Արդեն 18 տարի աշխարհի գլխավոր օրացույցում մարտի 3-ը լսողության պահպանման օրն է։ Այս տարի առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Փոխենք վերաբերմունքը, քայլեր անենք այսօր, որ ունենանք լավ լսողություն ամբողջ կյանքի ընթացքում» կարգախոսն է ընտրել ու հիմա ականջի տարրական հիգիենայի մասին։ Մի կողմ դրեք բամբակով պատված փայտիկները, բժիշկն ասում է, դրանք էլ են սպառնալիք աշխարհը մեզ լսելի դարձնող օրգանի համար։ Կենսական նշանակության ծծումբն է այդպես մաքրվում։ Նախ եւ առաջ նա պահպանում է լսողական անցուղու եւ լսողական օրգանի միջավայրը։ Երկրորդը նա ունի հակաբուրբոքային եւ հակասնկային ազդեցություն եւ դա մաքրելուց հետո իհարկե լսողական օրգանը ավելի շատ առաջանում են այդ հիվանդությունները։ Անզգուշ օգտագործման ժամանակ շատ հաճախակի հանդիպում է, որ լսողական թմքաթաղանթն են վնասում։ Բարակ բամբակե թելերով մաքրել ականջները մասնագետի հորդորն է։ Նշում է նաև ականջի հետ խաղ չանել, ինքնաբուժությամբ չզբաղվել։ Հիշենք, ժամանակին բժշկի դիմելը բազում բարդություններ կարող է կանխել, հատկապես այսօր ժամանակակից բժշկությունով։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։